Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր է լինելու։ Իդեպ այն իշխանությունների նախընտրական խոստումներից մեկն էր, որը կատարելու համար 5 տարի պահանջվեց, ու այդքանից հետո անգամ իշխանական շրջանակներն են խոստովանել, որ համակարգը խնդիրներ է առաջացնելու, հեշտ չի ընթանալու։ Այսպիսի մի հատ լավ ասացված կար դեռ սովետական ժամանակներից, ասում էին Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Եվ ինչքան էլ մենք բոլորս մեր շատ սիրելի Պարույր Սևակի խոսքերը հիշենք, ինչ լինում է թող որ լինի միանգամից, ցավոք սրտի միանգամից ոչինչ չի լինում, եւ եթե ոչ հանկարծամահությունը։ Ինչ է լինելու հունվարից մեր բնակիչները հունվարի 1-ից գնալու են բժշկական կենտրոններ, սակայն բժշկական կենտրոնները չեն կարողանալու իրենց ապահովագրության փաթեթի շրջանակներում սպասարկել, որովհետև 3 նոր հաստատվել է օրինակելի ձևը պայմանագրերի, այս պահին ոչ մի բժշկական կենտրոնի հետ առողջապահության հիմնադրամը չի կնքել պայմանագրեր, որովհետև հիմնադրամը չկա, դեռ 3 է հաստատվել կանոնադրությունը կառավարության որոշմամբ։ Կառավարությունում էլ են հասկանում, որ իրենք պատրաստ չեն կարողանալու հունվարի 1-ից սպասարկել ապահովագրված քաղաքացիներին։ Այսպես քաոս է եւ կառավարման ոլորտում լինելու, եւ պոլիկլինիկաներում, եւ բժշկական կենտրոններում։ Եվ այս ամեն ինչը իր մաշկի վրա զգալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այս ամեն ինչից դժգոհ են լինելու եւ մեծ խնդիր են ունենալու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, մեր բժիշկները, մեր միջին բուժ պերսոնալը, որովհետև դժգոհ քաղաքացու առաջի դժգոհությունը արտահայտվելու է բժշկական կենտրոնում։ Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ։ Կառավարությունը ապահովագրական հայեցակարգից շեղվել է։ Ապահովագրությունը տրամադրվում է ոչ թե ինչպես խոստացել էին 63, այլ 65+ տարիքի քաղաքացիներին։ Անհասկանալի է, 63-ից 65 տարեկաններին ինչ է սպասվում։ Փորձագետները կասկածներ ունեն, որ իշխանությունները որոշել են ընտրություններից հետո թոշակի տարիքը բարձրացնել։ Դրա ակնարկը Փաշինյանը վերջերս արեց։ 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ Այսինքն սա մարդու, մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտվեց, ոչ, 63 տարեկանում կյանքը չի ավարտվում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Բազմաթիվ նոնսենսներից մեկն էլ էնդովասկուլյար վիրաբուժությունն է, որն ապահովագրվում է մինչև 78 տարեկանը։ 63 եւ 64 տարեկանները ընդհանրապես չեն ապահովագրվում եւ շատ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ 78 տարեկանից հետո եւս չեն ապահովագրում, ինչը ենթադրում է, որ այդ տարիքում ավելի մեծ են բժշկական ծախսերը եւ որի արդյունքում մեր այդ 78+ տարիքի քաղաքացիները եւս դուրս են մնալու օրինակ էնդովասկուլյար վիրաբուժությունից, ավելի այսպես ասած պարզ ժողովրդական լեզվով որ ասեմ, հենց դրա մեջ են մտնում սրտի անոթների այդ ստենտավորումը, ինֆարկտների եւ այլի ժամանակ, ուղեղի անոթների ստենտավորումից մենք գիտենք, որ այդ տարիքում մեծ քանակությամբ են հանդիպում այդ պաթոլոգիաները։ Կառավարությունն անկեղծ ասում է, սա կոչվում է համընդհանուր ապահովագրություն, բայց այդքան էլ համընդհանուր չէ, ունենալով այսպիսի ակնկալիք։ Դուք ստանալու եք ընդամենը մինչև 30% առողջապահության փոխհատուցում, այսինքն այն 70%-ը լինելու է համավճարների ձևով։ Այսինքն ինքը ենթադրում է, որ մենք անդադար մեր քաղաքացիները վճարելու խնդիր են ունենալու, այսինքն գրպանից ծախսերի խնդիր են ունենալու համավճարների ձևով եւ օրենքում էլ դա հստակ ամրագրված է։ Քաղաքացիներից համավճար են ուզելու եւ դեղորայքի ձեռքբերման հետ կապված քաղաքացիներից համավճար են ուզելու եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար։ Անգամ բուժաշխատողները գլուխ չեն հանում կառավարության առաջարկած փաթեթներից ու չեն բացառում, որ համավճարի ֆոնին լինեն նաև կոռուպցիոն ռիսկեր։
Հունվարի 1-ից քաոսի մեջ են հայտնվելու պոլիկլինիկաները։ Բավական չէ, որ այս օղակի բժիշկները մեծ հերթերի պայմաններում են աշխատելու։ Դեռ պարտավոր են ապահովագրված քաղաքացուն սպասարկել 2 ժամվա ընթացքում։ Տնային այց կատարել, եթե շտապօգնությունը կանչն իրենց փոխանցի, ինչը հատկապես մարզերում ուղղակի անհնար է։ Կա մի կարգավորում, որ ասում է, որ ապահովագրված հիվանդին բժշկական օգնություն չցուցաբերելը ենթադրում է տուգանք, եւ այս բժիշկները, եթե չեն կատարում այս կանչերը, նրանք բացի այն, որ այդ ծանր աշխատանքն են անում, բացի այն, որ իրենց աշխատավարձը չի ավելացել, մի հատ էլ տուժերի եւ տուգանքների մեջ են ընկնելու։ Իսկ վարչական իրավախախտման մասին օրենքով տուգանվում է ոչ թե բժշկական հիմնարկը, այսինքն ոչ թե պոլիկլինիկան կամ պոլիկլինիկայի տնօրենը կամ ամբուլատորիայի տնօրենը ամբուլատորիան, այլ հենց բժիշկը։ Լուսանցքում են հայտնվելու բժշկական ապահովագրություն իրականացնող մասնավոր ընկերությունները։ Պետությունն ասում է. «Ես եմ այսուհետև քո փոխարեն քո գործն անելու»։ Հայաստանի 1.600.000 քաղաքացիներն ինձ մոտ են անցնելու պարտադիր ապահովագրություն։ Մասնավորի մոտ ապահովագրություն ունենալու փաստը քաղաքացուն չի ազատում պետական պարտադիր ապահովագրությունից։